Ողջույն հարգարժան հետևորդներ, այս ձևաչափով շարունակում ենք քննարկել կարևորագույն հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի ներքին եւ արտաքին հիմնարար օրակարգերին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մի Facebook-յան գրառում էր տարածել, հիշեցնելով Կոպենհագենի գագաթնաժողովի ժամանակ երկրներից մեկի ղեկավարի ելույթը, որը պատմել էր, որ իր երկրում սոցիոլոգիական հարցում է անցկացվել պարզելու համար, թե որ ոլորտների ինֆորմացիան է, որ հանրության վրա բացասական ազդեցություն է ունենում եւ պարզվել էր, որ դրանք 4-ն են, 4 ոլորտներ են. ազգայնություն կամ ազգայինություն, եկեղեցի, առողջապահություն կամ դրա այլ ընտրանքային մեթոդները եւ դավադրություն։ Հասկանում ենք համատեքստը եւ հասկանում ենք, թե ինչու է վարչապետը անդրադարձել այս խնդրին, ուղիղ զուգահեռներ տեսնելով նաեւ Հայաստանում տեղեկատվական հիմնական այսպես ոլորտները եւ ուղղությունները, որոնք ըստ էության նաեւ կրկնում են Եվրոպայի առաջատար տերություններում արդեն սովորական դարձած դիվերսիաները, տեղեկատվական դիվերսիաները։ Հայաստանում ընդհանրապես ապա տեղեկատվության դեմ պայքարը կրում է ոչ թե տեխնոլոգիական կամ մեդիա գրագիտության սահմանափակ հնարավորությունների, այլ համակարգային, ինստիտուցիոնալ անկարողության եւ պետական համակարգի արդեն կառուցվածքային թուլության հետևանք։ Խնդիրը շատ խորքային է։ Պետությունը չունի միասնական համակարգված եւ իրավական ու քաղաքական ռազմավարություն, որտեղ բոլոր գերատեսչությունները, բոլոր ինստիտուտները, բոլոր համակարգերը կգործեին որպես մեկ ամբողջություն, կանխարգելելով տեղեկատվական դիվերսիաները, չեզոքացնելով դրանց ազդեցությունը եւ ապահովելով հանրային համերաշխ միջավայրի դիմադրողունակությունը։ Դատական իշխանության անարդյունավետությունը այս դաշտում ամենախորքային դիսֆունկցիան է։ Այն դեռևս չի վերածվել իրավական այն մարմնի, որն ունակ է արագ եւ կանխարգելիչ արձագանքելու տեղեկատվական ագրեսիայի փորձերին։ Դատարանները շարունակում են գործել մեխանիկական եւ ձևական ռեժիմով։ Տարիներով քարշ տալով այնպիսի գործեր, որոնց ազդեցությունը հանրային գիտակցության վրա չափվում է ժամերով։ Արդյունքում ապա տեղեկատվությունը, որը միջազգային իրավական դասակարգում դիտարկվում է որպես հիբրիդային պատերազմի կարևոր էլեմենտ, կարևոր գործիք եւ ազգային անվտանգության սպառնալիք, մնում է գործնականում անպատիժ եւ անզեն այդ ամբողջ համակարգի դեմ հանդիման։ Բայց խնդիրը միայն դատական իշխանության մեջ չէ, ապա տեղեկատվության դեմ այդ համալիր պայքարը չի կարող հաջողվել առանց պետական ողջ կառավարման շղթայի ներգրավման։ Անվտանգության խորհուրդը, ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը, դատախազությունը, կենտրոնական ընտրական հանձնաժողովը, մարդու իրավունքների պաշտպանը իր ամբողջ գրասենյակով, կրթության եւ գիտության նախարարությունը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, թվային կառավարման մարմինները, խորհրդարանը, ինչպես նաեւ արտաքին գործերի նախարարությունը պետք է գործեն համակարգված, փոխկապակցված եւ միասնական ճարտարապետության մեջ։ Այսօր այդ համակարգը բացակայում է։ Ինստիտուտները գործում են տարալուծված, ոչ համակարգային եւ առանց միասնական ռազմավարական նպատակադրության։ Մինչդեռ ապա տեղեկատվության կանխարգելումը պահանջում է իրավական, քաղաքական նոր մտածողություն եւ նոր ճարտարապետություն։ Անվտանգության խորհուրդը պետք է զբաղվի ռազմավարական գնահատմամբ եւ սպառնալիքների քարտեզագրմամբ, ներառելով տեղեկատվական դիվերսիաները ազգային անվտանգության ռազմավարության մեջ։ Ազգային անվտանգության ծառայությունը եւ ոստիկանությունը պետք է ունենան իրավական լիազորություններ եւ տեխնոլոգիական կարողություններ բացահայտելու եւ կանխելու համակարգված ազդեցության գրոհներն ու գործողությունները, օպերացիաները։ Դատախազությունը իր հերթին պետք է ապահովի հստակ քրեական հետապնդում
իրականացնել պետական ինստիտուտների դեմ ուղղված նպատակային մանիպուլյացիաների բոլոր պարագաների համար։ Կրթության համակարգը պարտավոր է ձևավորել մեդիա գրագիտության եւ տեղեկատվական ինքնապաշտպանության հմտություններ վաղ դպրոցական տարիքից։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, արտաքին գործերի նախարարությունը պետք է գործեն համաժամանակյա, մեկը ներքին քաղաքական գործընթացների պաշտպանության եւ պաշտպանվածության հարցը իր համար առաջնահերթություն սահմանելով, մյուսը արտաքին քարոզչական ներթափանցումների կանխման ուղղությամբ։ Եվ այս ամենի հիմքում պետք է կանգնի օրենսդրական նոր կարգավորումների միջավայրը, որը հստակ կսահմանի ապատեղեկատվության եւ օտար ազդեցության գործակալության մանիպուլյատիվ քաղաքական գովազդի արհեստական բանականությամբ ստեղծված մոլորեցնող բովանդակության իրավական շրջանակները, իրավական սահմանները։ Պետք է ընդունել թվային ծառայությունների համապարփակ օրենսդրություն, որը կպարտավորեցնի բոլոր մեդիա հարթակներին բացահայտել բովանդակության ծագումն ու ֆինանսավորումը։ Կսահմանափակի միկրո թիրախավորումը եւ պարտադիր կդարձնի կոնտենտի նշանագրումը եւ թույլ կտա պետական մարմիններին ժամանակին միջամտել այն դեպքերում, երբ տեղեկատվական միջամտությունը դառնում է ազգային անվտանգության սպառնալիք։ Պետությունը պետք է կառուցի ոչ թե հատվածական հակազդման մեխանիզմներ, այլ ամբողջական տեղեկատվական պաշտպանական համակարգեր, ռազմավարություն, դոկտրին, որտեղ դատական իշխանությունը հանդես է գալիս որպես վերջնական իրավական պատնեշ, ուժային կառույցները իրենց հերթին, որպես կանխարգելիչ օղակներ, կրթական համակարգը, որպես հանրային դիմադրողունակության, հանրային իմունիտետի ձևավորող, մեդիա կարգավորիչները, որպես օրինականությունը ապահովող եւ պաշտպանող, իսկ արտաքին քաղաքական դիվանագիտությունը որպես միջազգային համագործակցության եւ գործընկերային հակազդման հարթակ։ Այս ամենը պետք է իրականացվի ոչ թե որպես տեխնիկական բարեփոխում, այլ որպես պետականության, ինքնիշխանության պահպանման ռազմավարություն։ Տեղեկատվական դիվերսիաները մեր դարում 21-րդ դարի համար ամենաարդյունավետ զենքն են։ Ավելի արդյունավետ, քան գետնի վրա իրական ֆիզիկական պատերազմները։ Դրանք կարող են առանց մեկ կրակոցի իսկ քանդել պետական ինստիտուտները, խաթարել ժողովրդավարական գործընթացներն ու լեգիտիմությունը եւ վերացնել հանրային վստահությունը։ Դրանց դեմ պայքարն անհրաժեշտ է դիտարկել ոչ թե որպես մեդիա սոսկ մեդիա քաղաքականություն, այլ որպես ազգային անվտանգության, ինքնիշխանության եւ պետականության կենսունակության հիմնարար խնդիր։ Առանց բոլոր պետական ինստիտուտների ներդաշնակ, համադրված եւ վճռական գործողության Հայաստանը կմնա բաց ու խոցելի թիրախ հիբրիդային ագրեսիայի հաջորդ բոլոր անխտիր բոլոր ալիքների առաջ։ Սա մենք թույլ տալ չենք կարող։